Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Արդյոք երբ մարդու որդին աշխարհ գա, հավատք գտնի։ Մեծ պահքի 5-րդ կիրակին է, սիրելիներ, որ մեր հայրերը այն կոչել են դատավորի կիրակի։ Խորհուրդը նույնպես վերցված է Ղուկասյավետարանից, որտեղ մեր Փրկիչը մի առակ է պատմում ասելով, որ մի քաղաքում մի դատավոր կար, ով Աստծուց չէր վախենում, մարդկանցից չէր ամաչում, ինչ ուզում այն էլ անում էր։ Այդ քաղաքում կար նաև մի այրիկին, որ ամեն օր գալիս էր այս դատավորի դուռը թակում էր ասելով. իմ ոսող հետ ունեցած իմ դատը տես, բայց դատավորը նրան չէր լսում։ Բայց կին այնքան եկավ իր համառությամբ թակեց դուռը, որ ինքն իրեն խոստովանեց դատավորն ասելով. ճիշտ է, ես Աստծուց չեմ վախենում, մարդկանցից չեմ ամաչում, բայց այս կնոջից ազատվելու համար ես նրա դատը տեսնեմ։ Եվ Հիսուս ասում է. լսեցիք, թե ինչ ասաց դատավորը, ապա ինչ եք կարծում, Աստված ոնց պիտի պատասխանի ձեզ։ Ինչու այս առակը պատմեց Հիսուս, սիրելիներ։ Որովհետև այդ ընթացքում հավաքված մարդիկ հարցրեցին, թե երբ է գալու երկնքի արքայությունը, երբ պիտի աշխարհի վախճանը գա, երբ պիտի Աստված գա իր թագավորությունը հաստատելու, եւ Հիսուս ասում, որ այդ արքայությունը արտաքինից չէ, նախ ներսից պիտի գա, մարդը պիտի փոխվի, օրինակներով բերեց, հասցրեց ցույց տալու համար, որ որպեսզի ուզում ես տեղի ունենա այս ամենը, դու պետք է առանց ձանձրանալու, առանց հոգնելու, առանց հուսահատվելու միշտ աղոթքի մեջ մնաս։ Եվ այսօր նաև երկրորդ առակը պատմեց Փարիսեցու Մաքսավորի առակը, ցույց տալ նաև թե ինչպես պիտի աղոթես եւ ինչ խոսքերով պիտի դիմես Տիրոջը, որպեսզի երբ որ մարդու որդին գա, հավատք գտնի երկնքի եւ երկրի մեջ, թե մարդը ինչպես է հավատում Հիսուս Քրիստոսին։ Մեր կյանքի մեջ անիրավ դատավորները եւ այդի կանակ շատ են, սիրելիներ։ Այսօր լեցուն են մարդիկ, ովքեր Աստծուց չեն վախենում եւ մարդկանցից չեն ամաչում։ Մարդկանցից այս չամանչելը դուք հասկացեք, որ մարդկանց չեն հարգում, այսինքն դիմացի մարդու հանդեպ հարգանք չունեն, դրա համար ամոթ էլ չունեն, ինչ ուզում են խոսում են, ինչ ուզում են անում են, ինչպես ուզում են վարվում են եւ վերջում են ասում են լավ ենք անում, մեր իրավունքն է, իմ կյանքն է, ինչ կուզեմ, այնպես էլ կանեմ, ոչ ոք չի կարող ինձ ասել, թե ես ինչ պիտի անեմ։ Անկամ տան, երբ որ քո զավակին այսօր մի բան ասում ես, ասում է դուք ինչ չեք հասկանում, դուք ուրիշ ձև եք մտածում, ժամանակները փոխվել են, ես ինչ կուզեմ, այնպես էլ կանեմ։ Սա այս անիրավ դատավորի կեցվածքն է, որ յուրաքանչյուրիս մեջ նշտած է եւ նայած օր ժամի, թե մենք ինչպես ենք այս ամենը գործի դնում, որտեղ ենք մարդկանցից ամոթը չենք զգում, որտեղ Աստծուց չենք վախենում եւ ինչ ուզում ենք, այն էլ անում ենք։ Մանավանդ մոռանալով, որ միայն ֆիզիկական, նյութական աչքերը չէ, որ մեզ պետք է ամաչացնեն, այլև Տիրոջ անտեսանելի աչքերը, որ ամենտեղ, ամենուր հսկում են մեզ, որպեսզի մենք մեղքի մեջ չհայտնվենք։ Ինչ էր այս դատավորի կերպարը, սիրելիներ, որ անիրավ էր, ոչ բանից ոչ ամաչում էր, ոչ էլ վախենում էր։ Երբ որ մարդը Աստծուն իր կյանքից դուրս է հանում, այսինքն կամավոր սիրուց հրաժարվում է, Տիրոջ կամքը մերժում է եւ խոնարհությամբ չի գնում այնտեղ, բարոյական արժեքները նույնիսկ ցանկության, ճաշակի հարց են դառնում, որտեղ ինքը բարոյական արժեքները պիտի պահի, որտեղ չպիտի պահի, որտեղ ինքը ջերմերանդ հավատացող պիտի լինի, որտեղ մեղքը պիտի սիրի, որտեղ պիտի գախնի ինքը մեղքեր գործի, բայց մարդկանց առջև ինքը այլ կերպարանքով ներկայանա։ Սարսափելի բան է, որ մարդը Աստված չունի իր մեջ եւ Աստծո հանդեպ հարգանք ու երկյուղ չունի։ Դա նշանակում է, որ մարդը ինքը սանձարձակ է, ամեն ինչ որ ուզի կարող անել, կուզի կստի, կուզի կխափի, կուզի կսպանի, կուզի կգողանա եւ այս ամենը ինքը կասի, որ դա ճիշտ է եւ լավ է մարել։ Ուրեմն մեր ճշմարտությունը, մեր լավ անելը դեռ չի նշանակում, որ սա Աստծո համար ընդունելի է։ Այնինչը, որ մարդկանց առջև կարող է ընդունելի լինել, երբեք Աստծո համար ընդունելի չի կարող լինել, մերժելի պիտի լինի։ Եվ տեսեք, դատավոր օրինակը հենց այնպես դրված չէ այստեղ։ Դատավոր, երբ որ մենք ասում ենք, միանգամից հասկանում ենք վճիռներ կայացնող եւ մարդկանց կյանքերի հետ գործ ունեցող մարդու, չէ՞, այսինքն դատավորից է կախված մեղադրյալը, որ ինչ որ հանցանքի մեղադրվում է, կարդարացվի,
թե կմեղադրվի, թե կդատապարտվի ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման։ Այնպես էլ մարդու որոշումներից է կախված մեր կյանքի տեսանելի եւ անտեսանելի որակը։ Մենք ինչ որակ ենք ուզում տենալ այս աշխարհի մեջ, մեր որոշումներից է կախված, չէ՞։ Եթե ես որոշել եմ չարությամբ ապրել, ատելությամբ ապրել, ին որոշման հետևանքը պիտի լինի աղետ։ Շատ մարդկանց կյանք պիտի խորտակեմ չարությամբ, ատելությամբ, նախանձով, բամբասանքով, հայոյանքով, պիտի կործանես։ Եթե ես որոշել եմ, որ Տիրոջ հետ սիրով պիտի ապրեմ, ուրեմն ես ամեն ինչ պիտի անեմ, որ այն մարդիկ, ովքեր վստահված են ինձ, ում հետ որ ես ապրում եմ, այս մարդկանց կյանքը ուրախության եւ խաղաղությամբ լցնելու։ Երբ որ չենք ամանչում կամ չենք հարգում դիմացի մարդուն, մարդը երբեմն դառնում է նաեւ անպատկառ։ Սարսափելի բան է, որ մարդը պատկառանք չունի ոչ մի բանի հանդեպ։ Նշանակում է, որ իր առջև կանգնած ծերը, երիտասարդը, երեխան իր համար արժեք չեն եւ ինք հարհամարանքով է վերաբերում մարդկանց, քանի որ իր ցանկությունները այդպես են։ Եվ ինչպես Պողոս Առաքյալն ասում, մեր մարմինը հոգու հակառակն է ուզում, հոգին էլ մարմնին։ Հոգին ինչ է ուզում, մեր հոգու ցանկությունը ինչ է, խաղաղության մեջ, սիրո մեջ, հանգստության մեջ ապրել։ Մարմինն ինչ է ուզում, մեղք գործել։ Մեր մարմինը անդադար ենթակա է կրքերին ու ցանկություններին։ Դրա համար Պողոս Առաքյալն էլ օրինակը բերում է մարդը մինչև չմեռնի, հողի մեջ չդրվի, իբրև մեղավոր, կրքերին ու ենթակա մարդ հողի մեջ չմեռնի, չի կարող իբրև անապական մարդ հարություն առնել հավիտենական կյանքի համար։ Այրի կինը, սիրելիներ, հնում ամենամերժված, անտեսված մարդիկ այրի կանայք են, որովհետև ոչ մի պաշտպան չունեին։ Մեկը չուներ, որ իրենց թև ու թիկունք լիներ, օգտակար լիներ։ Բայց այս այրիկինը ամեն օր առանց հոգնելու գնում էր սրա դուռը թակում էր, ասում էր իմ դատը տես, իմ ոսող հետ իմ դատը տես։ Այրիկինը նաև մեր հոգու խորհրդանիշն է, մեր հոգու պատկերն է, որ մեր հոգին էլ անդադար մեզ ասում է բավական է մարմիդ համար ապրես, բավական է քո ցանկությունների համար ապրես, մի քիչ էլ իմ մասին մտածիր։ Եվ թեև մարդը խոստովանում է, որ ինքը Աստծուց չի վախենում, մարդկանցից չի ամանչում, բայց այս կնոջից ազատվելու համար դատը տեսնեմ։ Այս այրիկինը նաև անձանձրույթ եւ համառորեն աղոթող մարդու կերպարանքն է։ Այս աշխարհի մեջ արդարություն չի եղել եւ չի լինելու, սիրելիներ։ Երբ որ մենք սպասում ենք աշխարհից, որ հիմի աշխարհը պիտի ինչ-որ բան խոստովանի, ինչ-որ օրենքներ պիտի ընդունի արդարությունը հաստատելու համար, մենք միշտ խաբվում ենք ամեն օր, որովհետեւ մարդը այսօրվա եւ ընդհանրապես մարդ իր կյանքի ընթացքում միշտ առաջնորդվում է իր շահերով։ Ինքը ինչ օգուտ ունի, եթե այս արդարության որոշումը կայացնելու։ Ինքը ինչ պիտի շահի, եթե այս մարդուն օգնի։ Ինքը ինչ պիտի շահի, եթե որևէ մեկի համար օգնության ձեռք է ուզում մեկն։ Ուրեմն մարդը սա է հաշվարկում իր օգուտը։ Եվ այնպես էլ մեր բոլոր մարդկային հարաբերությունների մեջ է, ում հետ ենք ջերմ, ում հետ ենք մտերմիկ, ումից որ օգուտ ունենք, ում հաճությունը, որ ուզում ենք շահել, ում բարեկամություն, ընկերություն, որ ուզում ենք նաև մերը լինի, մենք մեղմ ենք, ժպտում ենք, խաղաղ ենք, նրանց ովքեր չենք ուզում որ մեր կողքը լինեն, արհամարանքով, նույնիսկ չարությամբ կարող ենք այդ մարդկանց պատասխանել։ Եվ տեսեք այրիկինը համառորեն աղոթելով փոխում է այս անիրավ ու անպատկառ դատավորի որոշումը, ասում է ազատվեմ այս կնոջից, դատը տեսնեմ։ Ուրեմն մենք աղոթքով անձանձրույթ կարող ենք հաղթել աշխարհին արդարությունը վերականգնելով։ Եվ դրա համար Հիսուս առակի վերջում ասում է, երբ որ մարդու որդին գա, արդյոք հավատ կգտնի երկրի վրա, այսինքն աղոթող, հույսով սպասող մարդ կգտնի այս աշխարհում։ Բնականաբար հավատացող մարդիկ կլինեն։ Հրեաները սպասում էին, չէ, Հիսուս Քրիստոսին, իրենք Մեսիայի գալստին էին սպասում, բայց երբ որ Հիսուս եկավ, հրեաները չընդունեցին նրան, այսինքն նրանք աղոթքի մեջ չէին, օրենքով, կանոններով սպասում էին, բայց քան աղոթող չէին, ինքնամաքրման ճանապարհով չէին, իրենց ներսը մաքուր չէր, ինչպես Հիսուս օրինակն է բերում, դուք բանջակի պես երեսը լվանում եք, բայց մեջից կեղտոտ եք, արտաքինը պահված էր, բայց ներսը մաքուր չէր Հիսուսին ճանաչելու համար։ Աղոթող մարդը միայն կարող է Հիսուսի ներկայությունը զգալ եւ ճաշակել նրան։ Աղոթող մարդը կարող է ներսը պատրաստել Հիսուսին դիմավորելու համար։ Եվ եթե չկա այդ աղոթքը, ուրեմն արդարությունն էլ չկա։ Եթե չկա այս աղոթքը, ուրեմն մենք միշտ պիտի արհամարված ու մերժված լինենք։ Եվ այրի կնոջ կերպարն է ցույց է տալիս, որ անօգնական մարդ այս աշխարհում, որ գումար չունի մեկին կաշառելու, հարուստ ու բարեկամներ չունի, ծանոթներ, իշխանավորներ չունի հարցը լուծելու, նրա Տերը Աստված է եւ Աստված հոգում է, լսում է, որպեսզի մարդը հաղթանակ տանի։
Եվ երկրորդ օրինակը նաև հիշեցնում է, թե ինչպես պիտի աղոթենք Փարիսեցու եւ Մաքսավորի աղոթքի մեջ։ Շատ մարդիկ են այսօր աղոթում աշխարհում, բայց ցավոք սրտի մեծամասնության աղոթքը լսելի չէ եւ այդ աղոթքը զորավոր ուժ չունի ինչ որ բան փոխելու մեր կյանքի մեջ, որտեղ մենք նեղության ժամին, ցավի ժամին, կորստի ժամին ենք ջերմեռանդ աղոթողներ դառնում։ Եվ վերջապես նաև աղոթքը ինչ է, քո մեղքերի խոստովանությունն է Աստծուն, բայց մենք շատ հաճախ կանգնում ենք աղոթքի եւ մեր ցանկություններն ենք Տիրոջը ներկայացնում, մեր առաջարկները, նույնիսկ մեր պահանջները եւ շատա խոսում ենք Աստծուն համոզելով, որ մեր խնդրածը ավելի ճիշտ է, քան քո տվածը։ Մենք ավելի լավ գիտենք մեզ ինչ է պետք, քան դու, որ տալիս ես մեզ։ Ուրեմն աղոթքը այդ ինքնախոստովանությունն է, ինքնամաքրումն է մարդու, որպեսզի աղոթքի միջոցով քո հոգու, մտքի, մարմնի բոլոր անկյունում թաքնված մեղքերդ հայտնաբերես, դնես Տիրոջ առջև։ Տեսեք Մաքսավորը ինչ էր անում, ասում էր Տեր ներիր ինձ մեղավորից եւ ու աչքերը չէր համարցակվում երկինք բարձրացնել։ Իսկ Փարիսեցին ձեռքերն այսպես պահած ասում էր շնորհակալ եմ Տեր Աստված, որ ես մյուսների պես չեմ, այսինքն ինքն ավելի արդար էր, քան բնացած բոլոր մարդիկ։ Շնություն չեմ անում, գողություն չեմ անում, մարդ չեմ սպանում, ոչ էլ սրա պես եմ, ցույց տալով Մաքսավորին։ Սրա աղոթքը ընդունվեց, չընդունվեց։ Ինչու? Որովհետև ամենագովելի Աստծո մոտ մարդը ինքն իրեն էր գովում։ Մարդը ինքն իր գովքի մասին էր խոսում, իր փառամոլության մասին էր խոսում։ Իսկ աղոթքը ինքնախոստովանությունն է, որ ինչ էլ որ մենք անենք, մեկ է մենք շարունակում ենք Տիրոջ սրբության հանդեպ մեղավոր մնալու։ Ինչպես որ անառակ որդին ասում, հայր, մեղանչեցի երկնքի եւ քո առջև, այսինքն քո սրբության եւ քո արարչության առջև ես մեղանչեցի եւ ամեն օր մեղանչում ենք այս կյանքի մեջ ապրելով։ Այս ժամանակավոր կյանքը, սիրելիներ, յուրաքանչյուրիս համար փնտրտուքի ժամանակաշրջան է։ Ինքնա ճանաչողության ճանապարհ է, վերջապես Տիրոջ հետ հանդիպելու հնարավորությունն է։ Ոնց պիտի հանդիպես, ինչպես ես դու ուզում երկնքի արքայությունը տեսնել։ Թաքուն չի գալու երկնքի արքայությունը։ Հիսուս ասում է, որ ձեզ ասեն այստեղ է կամ այնտեղ է, չհավատաք, որտեղ բոլորը պիտի տեսնեք եւ պիտի հայտնապես լինի, որովհետեւ դու քո ներսը պիտի նախ պատրաստես։ Այդ քաղաքը, որի մեջ անիրավ դատավորն ու կինն ապրում են, նաեւ մարդու մարմինն է, սիրելիներ։ Եվ անիրավ դատավոր մեր միտքն է եւ այրիկին, ինչպես ասացի, մեր հոգին է։ Մեր միտքը ինչով է ամեն օր ծանրաբեռնված։ Մեր առօրյա հոգսերով, գործերով, ապագայի, գալիքի, ներկանորոշության մասին մտածումով, սոցիալական, քաղաքական, մարդկային բոլոր տեսակի մտածումները կան, բայց հոգու մասին շատ քիչ մտածում կա։ Եվ դրա համար հոգին էլ այրիկը նոշպես որ արիացած էր շնորհներից, պարգևներից, հոգատարությունից, ասում է լավ, այսքան մտածում ես ամեն ինչի մասին, մի քիչ էլ իմ մասին մտածի, իմ հոգու փրկության մասին էլ մտածի։ Եվ մենք երբ ենք այս փրկության մասին իբրև մարդ մտածում, երբ որ արդեն մահը մոտենում է մեզ։ Երբ որ արդեն մահը մոտենում է, մեր մեղքերն էլ ահագնանում են, սկսում են մեր դեմ բողոքել, մեր դեմ վկայություն տալ, որ այս մարդ իր ծնված օրից մինչև այսօրը այս մեղքերի մեջ է շարունակել ապրել, այս մեղքերը իր համար սովորական է դարձել եւ բնական է համարել։ Եվ երբ որ վարժվում ես դու մեղքի հետ, այլևս ամեն բան քո կյանքի մեջ քանդվում է։ Դրա համար այս անձանձրույթ աղոթքի մասին է Տերը խոսում, ասելով, որ այս աղոթքով դուք կարող եք ինձ դիմավորել, երբ որ դուք աղոթեք, պատրաստ կլինեք։ Մենք երբ ենք պատրաստվում։ Վերջին պահին, անգամ մեր կարևոր գործը, դասը, որ պիտի օրինակ պիտի սովորենք, մեկ շաբաթվա մեջ չենք կարդում այդ նյութը, վերջին գիշերը նստում ենք, անքուն կարդում ենք, որպեսզի գնանք քննություն հանձնելու։ Նույնիսկ այստեղ ենք մենք այս ճանապարհով անցնում եւ հոգու հարցում էլ նույն պարագան է։ Մեկ ամբողջ շաբաթ ունես պատրաստվելու, մենք էլ մի ամբողջ կյանք ունենք պատրաստվելու, բայց մենք միայն նեղության կամ արդեն մահվան շեմին ենք հասկանում, որ պատրաստ ենք հիմա ամեն ինչ տալու մեր անմեղությունը վերականգնելու համար, բայց այլևս ֆիզիկական ուժեղությունը չունենք, մտքի պայծառությունը չունենք, մեր մեջ չկա այլևս այն ոգևորությունը, այն խանդավառությունը, որով մենք հավատացինք կամ գործում ենք, այլ պարզապես փորձում ենք փշրանքները հավաքել եւ այդ փշրանքներից ինչ որ մի բան ստեղծել Տիրոջը գոհացնելու համար։ Ինչ շատ են հարցնում, թե բա ինչպես եղավ, որ ավազակը իր վերջին խոստովանությամբ ինքը փրկվեց։ Ավազակի մահվան ժամն էր, սիրելիներ։ Միանգամից հավատաց օրինակ ցույց տալու, որ եթե դու ամբողջական զղջում ունենաս, կփրկվես, բայց ով է երաշխարը, որ ես պիտի
ծերանամ ծերության ժամին խոստովանեմ իմ մեղքերը, որպեսզի փրկվեմ։ Ով է ինձ երաշխավորը, որ պիտի 50 տարեկան դառնամ, նոր այդ ժամանակ անդրադառնամ իմ մեղքերին։ Մենք չգիտենք մեր ժամը երբ պիտի գա։ Ամենասարսափելի բան է, որ մարդը վերջին հնարավորությունը չի ունենում ասելու Տեր, մեղա քեզ, մեղանչեցի, խնդրում եմ, ների ինձ եւ քո արքայության մեջ ընդունիր։ Իսկ եթե դու աղոթում ես, աղոթքի ճանապարհն անցնում ես, դու կարող ես այս ամենը հասկանալ։ Եվ Հակոբոս Արաքյանն իր նամակի մեջ շատ գեղեցիկ մի խոսք ունի, ասում է արդարի աղոթքը շատ ազդեցիկ է եւ գեղեցիկ է։ Երբ որ մարդը արդարությամբ ապրում է, գործում է, իր աղոթն է ազդու դառնում, զորավոր դառնում, շատ բան կարող ես աղոթքով փոխել։ Եվ տեսեք օրինակը բերում է Եղիա մարգարեն, ասում է աղոթեց 3.5 տարի անձրև չեկավ։ Աղոթեց, հետո նորից անձրև եկավ։ Մարդը կարող է անգամ բնության օրինաչափությունը խախտել, եթե ինքը մաքուր է, ազնիվ է եւ երկնքի արքայությունը իր ներսում ունի։ Եվ ինչ է պահանջվում մեզ համար երկնքի արքայությունը զգալու համար։ Մեր հոգում ամպերը մաքրել, սիրելիներ։ Մեղքը ամպեր է բերում, փակում է լույսի ճանապարհը։ Երբ որ դու ձգտում ես, այդ ամպերը վանում ես, քո երկնքի մեջ անսահմանություն է դառնում եւ դու սկսում ես այս սահմանության մեջ սավառնել, բարձրանալ ամենաբարձր տեղին, որը արծիվը միայն կարող է բարձրանալ։ Իսկ մարդու հոգու թռիչքը ավելի բարձր կարող է դարձնել։ Եվ որ դու վերևից նայում ես, տեսնում ես այնքան գեղեցիկ է, եւ ինչպես այսօրվա ընթերցումի մեջ Պողոս Արաքյանն էր նկարագրում իր կյանքը, ասում է. ես իմ հետևում թողած իմ անցյալը նայում եմ առաջ, դեպի Քրիստոս նպատակակետից եմ վազում եւ ասում է Քրիստոսի համար ինչ որ ունեմ, Ռոմի քաղաքացիություն, իմ կոչում, իմ աստիճան, իմ ունեցածը, ես այս ամենը աղբ եմ համարում։ Երբ որ դու կարողանաս այս աշխարհի մեջ ինչ որ կա, քեզ համար աղբ համարես Քրիստոսին բնակեցնելու համար, դու էլ քո անցյալը կջնջես, կփակես այդ էջը եւ առջևդ կնայես նպատակակետ գնալու համար։ Եվ Տերը քեզ այնտեղ սպասում է։ Եվ այս մեծ պահքի այս հանգրվանները կամած, երբ որ մենք բարձրանում ենք դեպի հարություն, սա է մեզ ցույց տալու, ոնց կարող ենք հարության վկաները լինել աղոթքով։ Ոնց կարող ենք Քրիստոսի հրաշապար մուտքը մեր կյանքում ապահովել աղոթքով։ Ոնց կարող ենք Քրիստոսին մոտենալ ու գրկել աղոթքով։ Երբ որ դու Քրիստոսին աղոթում ես, հոգիդ մաքրվում է, դու զգում ես նաև նրա ջերմ գրկախառնումը քեզ, թե ինչպես է ինքը քեզ գրկում, ինչպես է քեզ ջերմացնում։ Այն պահին, որ որևէ մարդկային գրկախառնում քեզ չի ջերմացնում, չի մխիթարում, այդ Քրիստոսի գրկախառնումը քեզ ջերմացնում է, որովհետև քո ներսում երկնքի արքայություն ես հաստատել, քո ներսում թույլ ես տվել, որ Հիսուս գա ու բնակվի այնտեղ։ Եվ այս անիրավ դատավորի խորհրդի մեջ, սիրելիներ, իմ մաղթանքն է յուրաքանչյուրիդ, որ աղոթքը ձեր շուրթերից չդադարեցնեք։ Այն աղոթքը, որ անդադար խնդրանքներ, դա չէ, այլ այն աղոթքը, որ ձեզ ինքնաճանաչողության է տանում, որ մեզ ստիպում է մեզ ճանաչել, ինքներս մեզ ճանաչելու, այս աղոթքն է շատ կարևոր։ Երբ որ դու քեզ չճանաչեցիր, դու ինքդ քեզ չհասկացար, դու ինքդ քեզ հետ չհաշտվեցիր, դու որևէ մեկի հետ չես կարող հաշտվել։ Ոչ ընկերությունը կարող ես երկար պահել, ոչ ամուսնությունը կարող ես երկար պահել, ոչ կարող ես մարդկանց հետ քո հարաբերությունը երկար պահել, անդադար բոլորի հետ պիտի գժտվես ու չգնահատես։ Ինչու? Որովհետև չաղոթող մարդը նաև անտարբեր է ապրում։ Եվ այդ անտարբերությունը, երբ որ մտնում է քո մեջ, մնացած ամեն բան քեզ համար այլևս արժեք չունի։ Իսկ Հիսուս եկել է մեզ հիշեցնելու, որ մեզ համար արժեք է մեր կյանքը եւ հատկապես մեր հոգու փրկությունը։ Թող այրիկ կնոջ օրինակը մեզ համար էլ օրինակ դառնա, սիրելիներ, անձանձրույթ աղոթելու համար, առանց հուսատել։ Անգամ երբ որ մեր աղոթքը չի պատասխանվում, շարունակեք աղոթքը, որտեղ Տերը մեր բարօրության համար է գործում։ Անգամ երբ որ կարծում եք, որ Տերը մեր աղոթքը չլսեց, դուք շարունակեք աղոթ, որտեղ Տերը չկա աղոթ, որ չլսի։ Պարզապես ճիշտ ժամանակին պիտի պատասխանի, որ մեզ փրկության բերի, ոչ թե մեզ կործանման պատճառ դառնա։ Թող Տեր օրհնի բոլորիս, խաղաղության ու սիրո մեջ վայ սիրելիներ, որ եւ ինքը Հիսուս գա այս աշխարհ, մենք չամաչենք իր առջև կանգնելու։ Գտնի այն հավատքը, այն քրիստոնյային, այն հավատացյալին, ում հոգու մեջ այդ անսահման երկինքը կա, սավառնելու համար։ Եվ ասի. «Փառք ես Տեր, փառք ես, ամեն ինչի համար փառք ես»։ Այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։